Միացյալ Նահանգները սկսեցին Հորմուզի նեղուցի իրենց շրջափակումը, այդ բլոկադան, արդեն մի քանի ժամ դա գործում է։ Այդ գործողության մեջ ներգրավված է մոտ 16 ռազմական նավ։ Սրա հետևանքով ամբողջ աշխարհում շարունակում են ընկնել բորսաները, տնտեսական ճգնաժամը ել ավելի խորանում է, ամբողջ աշխարհը գնում է դեպի դեպրեսիա, տնտեսական խոշորագույն ճգնաժամ եւ դեպրեսիա։ Միացյալ Նահանգների կողմից սա փորձեր ստիպել իրենց դաշնակիցներին, որ նրանք մասնակցեն Հորմուզի բացման օպերացիայում եւ չկարողանան իրենց առանձին նախաձեռնությամբ Իրանի հետ գար ինչ որ համաձայնության, ինչ որ գումարներ մուծել Իրանին եւ իրենց նավթը արտահանել նեղուցից։ Միացյալ Նահանգները այդ ճանապարհը փակեց, որպեսզի Իրանը չկարողանա հարստանալ եւ որպեսզի այդ ուրիշ երկրները չկարողանան խուսափել նեղուցը բացելու իրենց պարտավորությունից, ինչպես կարծում է Տրամպը։ Բրիտանիան արդեն հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել այս օպերացիայում, եվրոպական ուրիշ դաշնակիցները նույնպես հայտարարել են, որ հրաժարվում են, այսինքն նրանց չհաջողվեց ներքաշել այս օպերացիայի մեջ։ Իրանը հայտարարել է, որ նա պատասխան է տալու Միացյալ Նահանգներին, այսինքն եթե իրանական տանկերների կամ իրանական նավերի վրա հարձակում լինելու է կոշտ պատասխան Իրանի կողմից, Իրանը ունի եւ դրոններ, եւ հրթիռներ, եւ ստորգետնյա իրենց ամրոցները, որոնք մոտ 500 մետր խորության վրա են գտնվում գրանիտի տակ 500 մետր, որը անհասանելի է Միացյալ Նահանգների հրթիռների եւ ռումբերի համար։ Իրանը նաեւ ունի սուզանավեր նեղուցում, որոնք ունեն տորպեդաներ եւ որոնք կարող են խոցել ամերիկյան նավերը։ Հիմա այնտեղ կա նաեւ ավիակիր, մոտ 200 միլ հեռավորության վրա է գտնվում Իրանից եւ 15 ուրիշ ռազմական նավ։ Հիմա հետաքրքիր այն է, թե ինչ է լինելու, երբ առաջին նավը փորձի անցնել այդ շրջափակման գիծը, օրինակ եթե չինական տանկերը դա անի կամ ռուսական նավը դա անի, ինչ է անելու Միացյալ Նահանգները։ Նրանք հրաման ունեն նրանց կանգնեցնել եւ անգամ ուղղաթիռներ ունեն, որպեսզի դեսանտ դուրս գա այդ նավի վրա եւ ասենք ձերբակալի կամ ստիպի անձնակազմին, որ այդ նավը կանգնի։ Սա կարող է բախման բերել Չինաստանի հետ, ուրիշ երկրների հետ, արդեն ասեցի, խոշորագույն ճգնաժամ է առաջացնելու ամբողջ աշխարհում եւ կա նաեւ հավանականություն, որ Միացյալ Նահանգները կանցնի ցամաքային հարձակման։ Արդեն գիտենք բանակցությունները ինչով ավարտվեցին, մոտ 21 ժամ գնում են բանակցությունները, զանգեր եկան, մոտ 20 զանգ եկավ